Ողջույն սիրելիներս, այսօր մենք ձեր հետ միասին վերլուծելու ենք եւ հասկանալու ինչպես հասնենք մեր նպատակներին եւ ցանկություններին 5 քայլում։ Ամենակարևորը հարկավոր է հասկանալ, որ ամեն անգամ, ամեն օր մենք ստեղծում ենք նպատակներ, երազանքներ եւ գնում հասնում դրան։ Եվ երբ որ մարդուց վերցնում են իր նպատակներ, իր երազանքներ, երբ որ մենք դադարում ենք երազել, նպատակներ դնել, մենք գտնվում ենք ճահիճի մեջ, մենք սկսում ենք մարել, դանդաղել, եւ կորցնում ենք հենց մեր նպատակը եւ իմաստը ապրելու այն, երբ որ առաջանում է ցանկություններ, ինչ եմ ես ուզում։ Ինչի է այդպես կատարվում, դա ոչ վատ է, ոչ լավ է, դա էվոլյուցիայից մեզ եկել է։ Մեր ուղեղը ստեղծվել է այնպես, որպեսզի մեզ անընդհատ ստեղծի իրավիճակ, որտեղ որ այդ հարթ, անկայուն վիճակից մարդը ցանկությունն է ձգտի եւ ցանկությունները անդադ դուրս գա։ Եվ երբ որ իր կյանքում ամեն ինչ նորմալ է լինում, այն որ իր կյանքում ամեն ինչ օքեյ է, լայթի մեջ է, թեթև է, ինքը ասենց ձանձրանում է, հոգնում ու ասում է, ինչ որ մի բան պետք է, հոգնել է, պետք է նոր բան անել, նոր բան ստեղծել եւ նորից գնալ ինչ որ մի նոր նպատակների հասնել։ Դա մեր ուղեղի ֆունկցիան է եւ ուզենք թե չուզենք, ինքը աշխատելու է, ամեն անգամ մենք հոգնելու ենք այն ամեն ինչից ձեռք ենք բերել եւ փորձելու ենք ձգտենք։ Եվ եւս մի կարևոր որակ եւ նպատակ, որը որ մենք ունենք, դա նոր մակարդակի հասնելը։ Չգիտեմ ինչու անդադ էկրանը վառում, կարողա ձեզ մոտ նորմալ է։ Okay։ Եվ նոր անընդհատ ձգտելը եւ ցանկություն ունենալ նոր մակարդակներ դնել հասնելը դա բնորոշ է բոլորին, բայց դա չի նշանակում, որ բոլորիս մոտ նույնն է լինելու։ Ամեն մարդ ունի տարբեր մակարդակ եւ մեր հոգին ծնվել է, մենք ծնվել ենք այս աշխարհ, մեր հոգին եկել է այս աշխարհ այն նպատակով, որպեսզի մենք անընդհատ զարգանանք։ Եվ մեր հոգին ունի համապատասխան իր պահանջները, եւ ինքը եկել է այս կյանքին սովորի ընդունել, սովորի ներել, սովորի սիրել, սովորի ձեռք բերել եւ հասնել, դնել նպատակ, ընկնել, հելնել եւ այլն եւ այլն։ Դες մենք չենք խոսում միայն գումարի մասին եւ մենք չենք խոսում միայն ունեցվածքների մասին, մենք խոսում ենք հոգեվորի մասին։ Դրա համար մեր հոգին եկել է այս աշխարհ, որպեսզի անընդհատ նոր փորձ ձեռք բերի։ Եվ ամեն մեկիս մոտ ինքը տարբեր է լինելու։ Եվ այնտեղի չի ունենալու այսպես A-կետից մինչև B-կետ։ Շատերին թվում է, որ հեսա ես մի բան ուզեցի, վաղը հասնել եմ, կամ եթե ես ուզեցի, ես չեմ հասնելու, դրանից ելնելով իրանք վախենում են գնա սովորեն, իրանք վախենում են սկսեն, իրանք վախենում են շարժվել։ Ինչի, որովհետև վախենում են այն մակարդակից, որտեղ որ գտնվել են։ Այսինքն չեն իմանում ինչ է լինելու այն ժամանակ, կարողանալու են հաղթահարել այդ մասշտաբը եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ ես ձեզ ուզում եմ ասեմ, որ մի անգամից ոչինչ տեղի չի ունենալու։ Ես ձեզ ցույց կտամ ոնց է տեղի ունենում աճը, որպեսզի դուք հանգիստ լինեք, չվախենաք այն ամենից, ինչը որ դուք ձեռք եք բերելու, երբ որ դուք աճեք։ Մենք աճելու ենք աստիճանաբար, բայց իհարկե կան մի քանի տարբերակներ, մենք այդ ամեն ինչն ենք կվերլուծենք, դուք ինքներդ դուք կտեսնեք դուք որ մակարդակում եք գտնվում, որպեսզի հետո չլինի այն վիճակը, որ դուք վախենաք, ես չեմ ուզում ինչ-որ մի էքսպերտ դառնալ, որովհետև եթե ես ճանաչում ունենամ, ես այդ վիճակը չեմ կարողանա տանել, ես այդ ամեն ինչի տակից դուրս չեմ գա, ես մարդկանց կքաշեմ, ես կհիասթափեցնեմ, ինձ կծաղրեն եւ այլն եւ այլն։ Դրա համար եկեք միասին հիմա գրենք, մինչև մեր 5 քայլը հասնել է, եկեք միասին գրենք, վերլուծենք, գրենք եւ հասկանանք, ինչ տեսակ են մարդիկ մտածում։ Հիմա տեսեք, մարդիկ սենց են մտածում։ Այ, տեսեք, կան մարդկանց տեսակներ, ովքեր որ մտածում են, вот նոր մակարդակ հասնելը ինքը տեղի ունենալ է այսպես, A կետից B կետ։ Вот, օրինակ, ինչ տեսակ այդպես կա, երբ որ մենք A կետից միանգամից B կետ ենք գնում։ Դա այն մարդկանց կյանքում է տեղի ունենում, ովքեր օրինակի համար ունեն իրանց ունեցվածք, ունեն պապականից իրանց փոխանցված, իրանց հայրերը ունեն բիզնեսներ, իրանք սովորում են, ավարտում են համալսարան եւ միանգամից անցնում տնօրեն եւ այլն։ Ու այո, այդպես մարդկանց կյանքում լինում է այնպես, որ իրանք միանգամից գալիս են, հա, այս A կետից B կետ, բայց միևնույն ժամանակ նրանք այնպիսի ընտանիքում են դաստիարակվել, այնպիսի տեղ են իրանք ստեղծվել, որտեղ որ աճել մեծացել, որտեղ որ իրանք տեսել են կրթություն, իրանք տեսել են կարգապահություն, իրանք տեսել են այլ ապրելակերպ։ Դրա համար նման մարդկանց կյանքում A կետից B կետը հնարավոր է հասնել։ Իսկ մնացած մարդիկ ինչ են մտածում, ոտ իմ բախտը չի վերել, ես չեմ ծնվել, ես չգիտեմ կարողություն չունեմ, ինձ կտակ չեն թողել, իմ բախտը չի բերել այս հարցում, պապա չունեմ, պապիկ չունեմ, ծանոթ չունեմ, բարեկամ չունեմ, դրա համար իմ համար չի
դաժե պետք է չի երազեն։ Ոտ սա ինչ որ մի կատեգորիա է մարդկանց, ովքեր որ մտածում են, որպեսզի ես հասնեմ իմ նպատակին, ինձ պետքա, չգիտեմ, մի անգամից ոտ կամ տնօրեն եմ լինելու կամ չեմ լինելու։ Եթե կլինի կդառնամ, եթե չլինի չեմ դառնա։ Ոտ կան տենց մարդիկ։ Ուզենք թե չուզենք կան ու իրանք մեծ շրջապատում են։ Կա երկրորդ տեսակի մարդիկ, ես ինքս ժամանակին այդպեսին եմ եղել, երբ որ ասել եմ, ես ամեն գնով իմ ուզածին հասնելու եմ, եւ ես շատ եմ աշխատել, շատ եմ չարչարվել, եղել են վերելքներ, վայրեջքներ, այսպես կվանտային թռիչքներ եմ արել, այնուհետև անկումներ ներքև, այսպես կարդիոգրամայի նման, ես սկսել եմ բարձրանալ, եւ իմ եղել է բարձունք, եւ եղել է անկում եւ այլն։ Ու այստեղ ինչն է վատ, իմ սեփական փորձից կարող եմ ասել, երբ որ մենք գնում ենք այդ ճանապարհով հասնենք մեր նպատակներին, այդտեղ մենք շատ ենք աշխատում, շատ ենք տանջվում, շատ ենք էներգիա ծախսում, ամեն ինչի վրա թքած ենք լինում, միայն ունենք նպատակ, կարգապահություն, մաքսիմալ անել, միայն այդ ժամանակով մենք մտածում ենք, որ կհասնենք մեր նպատակներին։ Հնարավոր է, բայց այդտեղ կա շատ նաև կորուստ, ես ուզում եմ սրա մասին մենք նույնպես գիտակցենք, որտեղ այդտեղ մենք կորցնում ենք հարաբերություններ հարազատների հետ, այդտեղ մենք կորցնում ենք առողջություն, այդտեղ մենք ձեռք ենք բերում թշնամիներ, այդտեղ մենք ձեռք ենք բերում կոնկուրենտներ, այդտեղ մենք ձեռք ենք բերում հիասթափություն, այդտեղ մենք ձեռք ենք բերում դավաճանություն, այդտեղ մենք ձեռք ենք բերում ամեն ինչ, որը նեգատիվ ավարտ է ունենում։ Ինչի, որտեղ մենակ սովորենք ուժով, մենակ սովորենք ագրեսիայով, մենակ սովորենք ամեն գնով մեր ուզածին հասնենք։ Հնարավոր է, այո, հնարավոր է։ Կան մարդիկ, ես չեմ բացառում, ովքեր կարող են այդ ճանապարհով, այդ եղանակներով դնել նպատակներ եւ գնալ հասնել։ Դա իրանց իրավունքն ընտրությունն է, բայց ինչ ենք տեսնում, նման տարբերակով անընդհատ մաքսիմալ գործի մեջ, մաքսիմալ կարիերիստներ, ովքեր որ կան նման մարդիկ, իրանք հիմնականում մենակ են։ Ովքեր որ իրանք տեսնում են այստեղ, որ իրանք ունեն ամեն ինչ, մեքենա, ճամփորդություն, բայց իրանք չունեն այն իրանք հարազատ հոգին, մեկը ում հետ որ կիսեն այդ ուրախությունը։ Ինչքան էլ հիմա դուք կասեք, գիտեք, պետք չի եւ այլն, հարգելիներս։ Կին տղամարդ ստեղծվել են իրար համար եւ իրանց նպատակն է համախմբվեն, միավորվեն եւ երբ որ մենք կարողանանք ձեր հետ միասին այդ բալանսը կառուցել, որտեղ ես հենց դա եմ սովորացնում, ես հենց դա եմ սովորած, որ պետք չէ լինել մենակ, պետք չէ լինել միայն մի կողմ, այլ պետք կարողանալ այդ ամեն ինչ իրար հետ համախմբել։ Եվ այս տարբերակով նույնպես հնարավոր է, բայց այստեղ շատ անգամ լինում են հիվանդություններ, ավելքաշ, հիասթափություն, ցավ եւ այլն եւ այլն։ То есть հնարավոր է, այո, ընտրությունը ձեն է։ Եվ կա մյուս տարբերակը, որը որ նույնպես հնարավոր է հասնել նպատակներին, այլ մակարդակներին, դա երբ որ մենք գնում ենք մեր ցանկություններին, ահա այսպիսի զսպանակի ձևով, օրինակ մենք ունենք A կետ եւ ունենք B կետ, հա, սենց տնենք B կետ։ Եվ մեր A կետից B կետ, երբ որ մենք գնում ենք հասնելու, մենք ինչ ենք անում, պտույտների շնորհիվ, պտույտներ կատարելով գնում ենք դեպի մեր նպատակ։ Եվ ամեն մի այս պտույտի ժամանակ մենք ձեռք ենք բերում ինչ-որ նոր մակարդակ։ Այս ճանապարհը, որտեղ որ մենք անցնում ենք, մենք արեցինք թռիչք, մենք արեցինք կվանտային թռիչք, հասանք մեր ուզածին։ Այստեղ գտնվում է այդ տարածությունը հանգստանալու, որտեղ որ մենք ընդունում ենք, որ մենք արդեն մեր ուզածին հասել ենք, որ մենք այդ ամենը ունենք, վայելում ենք, այստեղից հնարավոր չի իջնել ներքև, դուք կմնաք ստեղ, կամ ցանկության դեպքում դուք պետք է ռիվոկ անեք, գնաք հաջորդ մակարդակ, կամ թեկուս ռիվոգի միջոցով գնաք դեպի ներքև։ Հնարավոր է անկում ունենալ դեպի ներքև, հնարավոր է, երբ որ մենք չենք խաղում կանոններով, երբ որ մենք խախտումներ ենք անում կանոնների մեջ, այդ ամեն ինչը մենք մեր life sync ծրագրում քննարկում ենք, ինչ տեսակի կյանքի կանոններ կա, կյանքի օրենքներ, որոնք չխախտելու դեպքում մենք ոչ մի խնդիրներ ընդհանրապես կյանքում չենք ունենում։ Եվ այդ կանոնները, երբ որ մենք ճիշտ կատարում ենք մեր համար, ապա այդտեղ արդեն գեղեցիկ սիրուն սկսում է ամեն ինչ բարձրանալ եւ աճել։ Դրա համար մեր նպատակն է կարողանալ այս սիրուն բարձրանալ դեպի մեր նպատակ զսպանակաձև, այլ ոչ թե կարդիոգրամայի նման, այլ ոչ թե մի անգամից, որը որ հնարավոր չի երևի 1%-ն է մարդկանց այդպես լինում։ Այս հիմա եկեք ձեր հետ միասին անցնենք ամենակարևորին, ինչպես կառուցել մեր նպատակները 5 քայլով։ Եվ առաջին մեր նպատակը դա
Գրենք առաջին, նա գաղափար, այսինքն նպատակներ, երազանքներ։ Ոտ կանայք նման հարցերում իդեալական են, իրանք կարող են լավ երազել, նպատակներ դնել, գաղափարներ առաջարկել, մեզ մոտ դա շատ լավ է ստացվում, ինչ որ տղամարդկանց մոտ չի ստացվում։ Երկրորդ կետը, որը որ նույնպես կարևոր է, դա մեզ մոտ գալիս է ստրատեգիա։ Այսինքն, ինչ բան է ստրատեգիա, երբ որ մենք ամեն ինչը կառուցում ենք, կազմում ենք, պլանավորում ենք, ունենում ենք ինչ-որ մի ստրուկտուրա աշխատանքային եւ այս ստրուկտուրայով գնում ենք, հասնում ենք մեր նպատակներին։ Օրինակ, ես ինքս երկար ժամանակ այս տեսակ եմ աշխատել, ունեցել եմ հեռանկար, տեսել եմ, ունեցել եմ գաղափար, ոտ ստրատեգիան ինչ-որ մի ձև կառուցել եմ, տեսել եմ ու սկսել եմ անել, ոտ հասկացել եմ, որ ճանապարհի ընթացքում ես այդ ամեն ինչը կառուցելով գնում եմ։ Եվ իր մոտ կա երրորդ կետը, պունկտը, չորրորդ պունկտը եւ հինգերորդ պունկտը։ Ես չաթում գրել էի, հարց էի տվել, ովքեր ոնց են կարծում, ինչու՞մ է կայանում մեր տակ, հիմա կարդամ։ Ինչ են կարծում, որում է կայանում մեր, երրորդ պունկտը եւ չորրորդ պունկտը, եւ այստեղ շատերը գրել ուղղորդող, ցանկություն, նպատակ, այսինքն երրորդ կետը մեզ մոտ է ուղղորդողներ կամ ցանկություն ունենալը կարևոր կամ նպատակ դնել։ Ոտ առաջինը մեր մոտ նպատակն է, գրել են աշխատասիրությունը, ժամանակ տրամադրել, դիսցիպլինա, շրջապատված լինել դրական մարդկանցով, եւ այլն, եւ պոզիտիվ նպատակներ։ Տեսեք, այս ամեն ինչը ինչ որ միտեղ դուք ճիշտ եք ասում, կա, բայց սիրելիներս, ամենակարևորը, որը որ ոչ մեկը չեն գրել ու չեն ասել, դա մեր վիճակն է, վիճակ, զգացողություն։ Մարդիկ բաց են թողում այս կետերը, վիճակ եւ էներգիա։ Մարդիկ միանգամից ասում են գործողություն, ինչ են ասում են, ոտ կա գաղափար, կա ստրատեգիա, կա գործողություն, ոտ գնում եմ անում եմ, եւ իրանք չեն հաշվի առնում վիճակը եւ էներգիան։ Եվ ինչպես ասում են դիսցիպլինա, երեխեք ջան, ասեմ մենք այդ դիսցիպլինայի հաշվին մենք չենք կարող հասնել իդեալական որակի, դիսցիպլինայի հաշվին մենք չենք կարող ունենալ լավ որակյալ պրոդուկտ։ Եվ ինչ է մեզ մոտ ստացվում։ Մենք ունենք գաղափար, մենք ունենք ստրատեգիա, մենք ունենք եւ գնում ենք գործողություն անելու։ Ու այդ վիճակով մարդիկ հաշվի չեն առնում, իրանք ինչ վիճակում են գտնվում, ունեն էներգիա թե չունեն։ Ու հենց միացնելով դիսցիպլինան, ինչը որ շատերն են ասում, գնում են եւ սկսում են գործել, բայց հիշեք, դիսցիպլինան շատ կարևոր է, ես դա չեմ բացառում, ես ընդհակառակը դրա կողմնակից եմ, բայց նաև նույն դիսցիպլինան կարող է մեզ բերի դեպրեսանտ տեղերի, հիվանդությունների եւ ավելորդ քաշի։ Դրա համար մարդիկ հաճախ անտեսում են, այս կարևոր պունկտերը, կետերը եւ անցնում են միայն գործողությունների, գործողություն, որի արդյունքում տեղի է ունենում հիասթափություն եւ իրանք չեն հասնում իրենց նպատակներին։ Հիմա տեսեք, դուք ունեք գաղափար, դուք ունեք ստրատեգիա, դուք գնացիք անցաք ձեր գործողություններին։ Ապա ինչ է տեղի ունենում, դուք անում եք, գործում եք, հաշվի չեք առնում էմոցիաները, հաշվի չեք առնում ձեր վիճակ, ինչ զգացողություններ կա ձեր ներսում։ Եվ այդպես անընդհատ այդպես աշխատելով տեղի է ունենում անկում։ Ինչի համար է այդպես լինում, ինչից ելնելով այդպես մարդու կյանքում լինում, որովհետև փոքր տարիքից սիրելիներս մեզ սովորացրել են կանոնայում մտածելակերպին, տեսեք, վուճուրուց մեզ ասել են, դու ծնվել ես, դու պետք է գնաս դպրոց սովորես ավարտես, ինստիտուտը ավարտես, ընդունվես գործի, ամուսնանաս, երեխեք ունենաս, իրանց մեծացնես, իրանք ընդունվեն, դա եղել է այսպես կանոնային։ Ոչ մեկ մեզ չի ասել, որ գիտես, ըստ կարևորը դու ինչ վիճակում ես գտնվում, ինչ զգացողություններ ունես, ինչ էներգիա կա քո ներսում, արդյոք ուզում ես թե չես ուզում։ Իրանք ասել են դու գնա ու արա,
գնա ու արա։ Ցանկություն չունես գնալու աշխատանքի, դու պարտավոր ես գնալու, ցանկություն չունես ինչ որ մի գործողություն դու պարտավոր ես անել, որտեղ մեզ սովորացել են ամեն ինչ անել ունով, դրա համար շատ ուժով, դրա համար շատ մարդիկ կարգապահություն եւ պարտականությունը իրար են խառնում, ես դրա մասին շատ հաճախ եմ ասել, եւ դրանից ելնելով այդ ճպոտը վերցրած, իրանք ցավի միջոցով տանում են հասցնում ինչ որ մի նպատակների, որը որ հնարավոր է, ձեռք բերեն տուն, ձեռք բերեն մեքենա, բայց այդտեղ մենք ձեռք ենք բերում մեր գաղափար, մեր ուղեղը, ասենց ասած տրաքում է, մեր պսիխիկան անջատում է, մեզ հիվանդացնում է, մեր ջերմությունը բարձրացնում է, պարկացնում է։ Ու շատ անգամ լսում ենք, որ շատ մարդիկ ինչա տեղի ունենում, լսում ենք, որ շատ առողջ է, մեկ է հոп իրանց հետ ինչ որ մի բան տեղի ունեցավ։ Ու զարմանում ենք, ինչ էր առողջ մարդեր, ինչի, որովհետև այդ ռեժիմով, ճպոտի ռեժիմով սկսել է աշխատել։ Եվ ինչա մեզ այստեղ հարկավոր։ Ֆոկուսը մեր պետքա պահենք ոչ թե գործողությունների վրա, այլ ֆոկուսը պետքա պահենք մեր վիճակի եւ էներգիայի վրա։ Նաև ստե կարևոր է գիտակցել, որ այն ճանապարհին, որը որ դուք անցնելու եք, այն ճանապարհը, որը դուք անելու եք բարձրանալ ձեր այդ վերև մակարդակով, միշտ է լինելու են մարդիկ, ովքեր ձեզ քննարկելու են։ Միշտ է լինելու են մարդիկ, ովքեր ասել են, մեկը կոմոդ չի ստացվի, դու ես պետք, let's stay nice, այնտեղ քեզնից շուտ արդեն ինչ որ մեկը ստեղծել է, вот դու սխալ ես ապրում, տենց ճիշտ չի, հələ մի հատ քեզ հայլում է, ոչ ոք այնքան բան են ձեզ ասելու, գնա եւ вот եթե լսեք հաստատ հիասթափվել եք, բայց հարցը նրանում է, որ նման տարբեր ձեր մակարդակները միշտ էլ մարդիկ խոսալու են, բայց երբ որ մենք խոսում ենք վիճակի մասին, կարևոր է հասկանալ, ինչ վիճակում մենք պետք է գտնվենք, որպեսզի մենք կարողանանք մեր գործողությունները կարողանանք անցնենք, այլ չհիասթափվենք այդ մարդկանց խոսքերի, չընկնենք, չասենք իմ համար չի։ Ոտ ինչ վիճակ պետք է լինի, վիճակ, որտեղ զգացողություն, որի միջոցով ես կկարողանամ հասնեմ իմ նպատակներին։ Տեսեք, ես չեմ ասում, դուք պետքա սովորեք 4 տարի համալսարան, մագիստրատուրա, ես չեմ ասում պետքա բլոգինգի կուրսեր անցնեք, ես չեմ ասում մարքետոլոգ պետքա սովորեք, որպես ինչ որ մի բան անեք։ Ես անձամբ ինքս չեմ սովորել կուրսեր անցկացնել, ես չեմ սովորել Telegram ալիքներ վարելու, YouTube-անց վարելու եւ ոչ մի բան ես չեմ սովորել։ Ես ինքս եմ այդ ամեն ինչը իմ գաղափարներից ելնելով իմ մեջ զարգացնեմ։ Դրա համար ինչ վիճակ է մեզ պետք, որպեսզի մենք կարողանանք մեր ուզածներին հասնել։ Առաջինը թեթևություն գրեք ձեր մոտ։ Թեթևություն։ Երկրորդ ուրախություն։ Երրորդ երբ որ մենք մեր մեջ ունենում ենք այդ թեթևությունը, ուրախությունը եւ դրանից ելնելով երբ որ մեր վիճակը, մեր գործողություններին անցնելու վիճակը լինում է թեթևության, ուրախության միջոցով, ապա 6-րդ կետը մեր մոտ արդյունքը դառնում է հնարավոր։ Ինչու, որտեղ մենք զգում ենք թեթևություն, մենք զգում ենք ուրախություն, մենք զգում ենք ազատություն։ Երբ որ մենք սիրում ենք մեր կյանքը, երբ որ մենք հաճույք ենք ստանում մեր գործին, ստեղ դուք արդեն թքած եք ունենում, ով ինչ է ասում, ինչ տեսք ունեք, ինչպես եք անցկացնում, եւ դուք այդտեղ չեք էլ մտածում, որ օ, իմ մոտ չի ստացվի ինձ կծաղրեն, օ, ինձ չի ստացվի ինձ վատ բառեր կասեն, ինչի որտեվ դուք այդ ամեն ինչը արել եք այն էներգիայից, այն վիբրացիաների միջոցով, որտեղ որ կա սեր, ազատություն։ Եվ հիմա եկեք ես ցույց տամ ինչպես այդ ամեն ինչը արձագանքում, ինչպես այդ ամեն ինչը երևում, հա, երկու տարբեր կնոջ մոտ։ Պատկերացրեք երկու կին, ահա այսպես։ Ես նկարելուց լավ եմ, բայց այս անգամ սենց եմ նկարում։ Ոտ կա երկու կին, մի կինը ինքը գնում է, վախենում եմ, իմ մոտ չի ստացվի, կասկածում եմ, ով իմասն ինչ կմտածի, դժվար է լինելու, չեմ կարողանալու, ինձ կմերժեն, ինձ կծաղրեն, ինձ այնպիսի հարցեր կտան, որի տակից չեմ կարողանա դուրս գալ։ Եվ այս վիճակը, որը որ մենք մեզնից արտացոլում ենք վիբրացիաների միջոցով, մարդիկ սկսում են զգալ, իրանք սկսում են
մեզ հետ տալ նույն էներգիան։ Եթե մենք անընդհատ տալիս ենք նեգատիվ, դե մենք անընդհատ տալիս ենք ագրեսիա, որտեղ այստեղ արդեն արտադրվում է մեր ներսում ագրեսիա, պորտկումներ, մեղադրանք, ինչու որտեղ մենք այդ էներգիան ենք արտացոլում եւ երբ որ մենք մարդկանց մեղադրում ենք, պորտկում ենք, քննադատում ենք, մեղավորներ ենք մանգալի, այդ էներգիայի վրա մեր դաշտ են քաշում նման իրավիճակներ եւ կան մյուս կողմը մենք պատկերացրեք ուտետ ես շնորհակալ եմ այն ամենի համար ինչը ես ունեմ ես գիտեմ որ իմ մոտ ամեն ինչ կստացվի ես գիտեմ որ այստեղ կա սեր ես գիտեմ, որ ինձ քննադատելու են, ես գիտեմ, որ ինչ-որ մեկին հաստատ դուր չեմ գալի, ես գիտեմ, որ ինչ-որ մեկը գալու է, գնալու է, ես գիտեմ, որ ոչ բոլորին եմ ես պետք, ես գիտեմ, որ ոչ բոլորն են ուզում այսօ փոխվեն, բայց ես նաև գիտեմ, որ ես ապրում եմ թեթևությամբ, որ ես ստեղծում եմ ուրախությամբ, որ ես ստեղծում եմ երջանկությամբ, իմ ներսում կա ազատություն, ես հավատում եմ իմ պրոյեկտին, եւ ես այդ ամեն ինչը ինձնից վիբրացիայով արտացոլում եմ եւ իմ այս վիճակի վրա գալիս են ինձ մարդիկ, այնպիսի մարդիկ, ովքեր ասում են, ես էլ եմ ուզում քո նման լինեմ։ Ու երբ որ ես այս արտացոլանքը տալիս եմ, արդեն մարդիկ արտացոլում են, զգում են եւ ինձ հետ են տալիս այն ամեն ինչ ես զգում եմ։ Եվ նույնիսկ եթե այստեղ ինչ որ մարդիկ ինձ ասում են, «Քո մոտ չի ստացվի», օքեյ, չի ստացվի, չի ստացվի, կգնամ ուրիշ բան կփորձեմ, то есть ես կորցնելու բան չեմ, ինչի որտեղ մեր աշխարհում կա միլիոնավոր, միլիարդավոր հնարավորություններ, տարբեր ճյուղեր հնարավորություններ, թե որը ես կվերցնեմ, այդ իմ ընտրությունն է։ Դրա համար ինձանից գնում է միայն այդ դրական էմոցիաները, այդ էներգիան ինձանից թողարկեմ, արտացոլեմ եւ գնամ առաջ։ Եվ եթե ես ամենակարևորը կարողանամ ֆոկուսը պահել իմ վրա, ֆոկուսը պահեմ իմ վիճակի վրա, այն ամեն ինչը ես արտացոլում եմ, ապա ես չեմ ընկնի, որտեվ հիշեք, կյանքում միշտ լինում են ինչ-որ դժվարություններ կամ բաներ, որից մենք կախված չենք, օրինակ, ես միշտ ասում եմ, երեխեք ջան, մենք ինչերի վրա չենք կարող ազդել, դա բնության, հա, տարերքների վրա մենք չենք կարող ազդել, պետական ինչ-որ համակարգերի վրա, օրինակ, դրամի վերելք վայրեջքների եղանակի վրա չենք կարող ազդել եւ այնպես կան բաներ, մենք չենք կարա ազդել եւ դրա դեմ պայքարել, էներգիա թափել, փնովել, քննադատել, համակարգել, ապա իմաստ չունի։ Ինչը մենք կարող ենք անել, այն ամեն ինչը որ մենք մեր ներսում արտադրում ենք եւ արտացոլում ենք։ Դրա համար սկսում ենք մեզանից, ինչ ենք զգում, ինչ վիճակում ենք գտնվում, եւ եթե մենք այդ ամեն ինչը մեր ներսում արտասոլում ենք, ապա նոր մեր մոտ ստացվում է։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ապրում են ուղեղով, ոտ ամեն ինչ անում են միայն ուղիղ կանոնայի մտածելակերպով, իրանք չեն լսում իրանց հոգին, չեն հաշվի նստում իրենց զգացողությունների հետ, ոտ այդ մարդկանց մոտ միշտ շատ է բարդ, դժվար է ամեն ինչ գնում։ Հենց դա այդ կանոնային ճանապարհն է, կանոնային մտածելակերպն, այլ ոչ ճկուն։ Եվ նման մարդիկ իրանք կամ միշտ ռիսկերի մեջ են, իրանք միշտ ասում են, ես ուժ չունեմ, ես էներգիա չունեմ, ես գիտեմ, որ դրա վրա շատ ժամանակ ու էներգիա պետք է ծախսեմ, ու իրանք ասում են, ես դրա ոչ ժամանակ ունեմ, բայց հավեսը, բայց ոչ թե դուք եք ասում, դա ձեր ուղեղն է ասում, դե ասում եմ, լսի ասում, ես ոչ ուժ ունեմ, ոչ էներգիա, ոչ էլ վիճակի եմ գտնվում, որպեսզի այդ ամեն ինչ անեմ։ Եվ ասեմ, որ դա շատ հաճախ բոլորիս հետ լինում է, դա ինձ հետ էլ է տեղի ունենում, բայց դա չի նշանակում, որ այդ վիճակը կարա երկար լինի։ Մեր նպատակն է գիտակցենք, հասկանանք, որ ես ինչ զգացողությունների մեջ եմ գտնվում, մնանք, հանգստանանք, որից հետո բարձրանանք։ Եվ ասեմ ձեզ, որ տղամարդիկին իրանց մոտ, քանի որ մենք տարբեր ձև ենք կառուցված, ապա տղամարդիկ ավելի հեշտությամբ են այդ ամեն էտապը անցնում, քան կանայք, բայց ոչ թե որ իրանք ավելի լավն են կամ մենք ավելի վատ, այլ դա էվոլյուցիոն, նրանք ուրիշ ձև են ստեղծված, մեր ուղեղը եւ նրանց ուղեղը այնպես է կառուցված, որպեսզի մենք մի քիչ ավելի այլ ձևով
կարողանանք ամեն հարց լուծել, իսկ տղամարդիկ ավելի թեթև են, որ ասում են, այդքան խորը չեն մտածում եւ դրա համար իրանք հեշտությամբ հաղթահարելով գնում են առաջ։ Մենք այդ տղամարդկին տարբերությունը շատ լավ ուսումնասիրում ենք մեր ծրագրի ներսում, հիմա դրան չեմ անդրադառնալու, բայց եկեք նայեք ինչպես է տեղի ունենում, որ ոնց է ստեղծվում վիճակը, որովհետև կարևոր է գիտակցել, որ մենք կարող ենք մեր վիճակը ստեղծել, մեր զգացողությունը ստեղծել արտաքին աշխարհում, ինչ որ միջամտությունների միջոցով։ Ոտ աղջիկներ կան, ասում են տանզելի ջան, ես գնում եմ սպա, ես տարվա մեջ 3-4 անգամ հանգստի եմ մեկնում, ոտ աշխատանքը շատ լավ է եւ այլն եւ այլն։ Ոտ իրանք կարողանում են այդ թեթևանան, հանգստանան, ազատվեն ստրեսից եւ այլն, բայց իրանք ոտ չեն կարողանում այդ անցնել նոր մակարդակ։ Ոտ երբ որ հարցը գալիս է, որ ինչ-որ նոր մակարդակ անցնելու մասին, ոտ իրանց մոտ արդեն վախ կա։ Ու լինում է այնպես, որ իրանք ասում են Նազել, ես սիրում եմ իմ կյանքը, ոտ ես ամեն ինչ անում եմ, իմ վրա ծախսում եմ, բայց երբ որ ես պետք է արդեն ինձնով զբաղվեմ, ին վրա վերցնեմ, ինչ որ մի նոր գաղափարներ ստեղծեմ, իմ մոտ դա արդեն վատանում եմ, հիվանդանում եմ, անկողին եմ ընկնում, ոտ զգում եմ, որ այդ իմ անտեղը չի, պետք է տեղ չմտնեմ։ Այստեղ այդ խնդիրն է նույնպես կա եւ հասկանալով, որ միայն ոտ արտաքին աշխարհի միջամտության միջոցով, այսինքն սպայի միջոցով մենք հարցը լուծել չենք։ Ոտ անդադ գնանք սպա պարկենք, հա պարկենք։ Okay, երբ որ երեխաներ չունեք, անդադ գնացիք, բա որ երեխեք ունեցաք, կարողանալու եք անընդհատ սպա գնալ։ Ամուսնացաք, ընտանիք ստեղծած, անդադ կարողանալու եք այդ ձև ոչ չեք կարողանալ, ապա ստեղ արդեն ստեղծվելու է ստրեսը։ Դրա համար ամենակարևորը մենք պետք է հասկանանք, որտեղ է ստեղծվում մեր վիճակը։ Ոչ թե միանգամից գնան գործողություններին, այլ հասկանանք ինչի միջոցով եւ ինչպես է ստեղծվում այն վիճակը, որը որ մենք զգում ենք։ Ուրեմն տեսեք, առաջինը դա ստեղծվում է մտքում, միտք, զգացողություն, վիճակ, հետո գալիս է մեզ մոտ գործողություն եւ գալիս է արդյունք։ Ինչպես տեսնում ենք, որ երբ որ մենք հասնում ենք մեր արդյունքին, то есть սկսում ամեն ինչ մտքից, որpեսզի մենք կարողանանք փոխել արդյունքի ընթացքը, մենք պետք է վերադառնանք մտքին։ Երբ որ մենք ուզում ենք ինչ-որ մի մեր գաղափար իրագործենք, չգիտեմ, օրինակի համար ես ցանկանում եմ բլոգեր դառնալ, ոտ ես ուզում եմ, չգիտեմ, էքսպերտ եմ, ես ցանկանում եմ nutrition, հա, նուտրիցիոլոգիայի վերաբերյալ վարեմ իմ բլոգը, ոտ ես գրում եմ ստրատեգիա, ես ունեմ գաղափար նուտրիցիոլոգիայի մաս, ես գրեցի ստրատեգիա, ոնց եմ անելու շաբաթը քանի անգամ ինչ թեմաների մասին եմ, եւ ասում եմ գործողության։ Ոտ այդտեղ եկավ իմ մոտ մտքեր։ Մեկը իմ մոտ ելիմա միտք։ Ումա պետք։ Բա որ ամարտս տեսնի, բա որ օրինակի համար ուրիշ բլոգեր տեսնի, բա որ ուրիշ էքսպերտ։ Ինչ կասի իմ մասին իմ շրջապատը, մատով են ցույց տալու, ծաղրելու են, ինչ որ բան կոմենտ կգրեն, ես դրա տակից ոնց եմ դուրս գալու, եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այդ միտքը ձեր մոտ ասենց ձեր մեջ թռնում է, ասած կայծակնային արագությամբ։ Կայծակնային արագությամբ եւ դուք պահիտակ չեք գիտակցում։ Բայց այդ միտքը ինչ վիճակ է ձեզ մոտ ստեղծում։ Այն ձեզ մոտ ստեղծում է զգացողություն, անարժանի, անվստահ, անպետք, բայց մինչև այդ դուք ոգևորված, ոգեշնչված ինչ-որ մեկով գնում եք առաջ, ճիշտ է։ Ինչ եմ ասում, մոտիվացիայի, ոգեշնչվածության արդյունքում հնարավոր չի հասնել արդյունքների, որտեղ այդ ամեն ինչը հենց հացնում են գործի, մտքերը եկան, միանգամից մոտիվացիան ընկնում է։ Ինչու, որովհետև գալիս է անարժան եմ, անվստահ եմ, անպիտան եմ, ես ոչ մեկին պետք չեմ, եւ այստեղ առաջանում է մեզ մոտ վիճակ, որտեղ ես մենակ եմ,
պետք չէ։ Այսինքն իմ զգացողությունները, այն ինչ որի մոտ առաջացավ, իմ մոտ բերեց վիճակ, որտեղ ես մենակ եմ, ես ոչ մեկին պետք չեմ, ու տխուր եմ, ու այդ ամեն ինչ իմ ներսում է կատարվում։ Դրանից ելնելով ես հասկանում եմ, որ ես այսքան փոքր մարդ եմ, անպաշտպան, աշխարհը լրիվ իմ դեմ է ելնելու, ու լինում է երկու տարբերակ։ Առաջի տարբերակը, եթե աղջիկը շատ ուժեղ է իր այս մոտիվացիան ու դիսցիպլինան կգնա առաջ, ինձ կատաղած բնաջնջելով ագրեսիայի վրա գնա կհասնի իր նպատակներին, կամ երկրորդ տարբերակը կլինի, ով որ կասի, այս ամեն ինչը սուտ է, ինձ պետք չի, ու ինք իր վրա քարը կդնի, վсё կասի, վсё, այդ իմ համար չէր։ Ես դեռ պատրաստ չեմ, ավելի է խոսք։ Ես դեռ պատրաստ չեմ։ Ես ունեմ լավ գաղափար, ես շատ եմ լսում, ես ես կարամ, մենք կարամ ենան, ասեմ, բա դավայ անենք, ասում ես դեռ պատրաստ չեմ։ Ուրեմն սիրելիներս, ինչ եմ այստեղ ուզում ասեմ։ Ձեր կյանքում երբեք չի լինելու այն պահը, որտեղ որ դուք հաստատ գալու են հարմար պահը, որտեղ դուք կարողանաք սկսել։ Ոտ երբեք չի լինելու այդ հարմար պահը։ Ամենակարևորը սկսելն է։ Երբեք մի նստեք ու մի սպասեք հարմար պահին։ Դուք երբեք չեք կարող հասկանալ դա ձերն թե ձեր, եթե դուք չեք սկսել։ Միայն process-ի մեջ դուք կարող եք հասկանալ ինչ է նշանակում իմն է թե իմը չի։ Դրա համար դեռ ժամանակը չի, չկա, գոյություն չունի։ Դրա համար կա մարդիկ, ովքեր որ այստեղ այս վիճակի վրա իրանք կանգնում են, ստոպ են տալիս, գաղափարները, ստրատեգիան կար, սկսեցին գործողություններ անել, եղավ վիճակը, որտեղ որ իրանք զգացին մենակ, իրանք ոչ մեկի պետք չէ եւ այլն ստոպ տվին, եւ կլինի մեկը, ով որ սկսում է դիսցիպլինայի հաշվին ինչ-որ գործողություններ անել, նման մարդիկ շատ հաճախ ես էլ եմ լսում, դուք էլ եք լսել, միշտ ասում են կան կոնկուրենտներ, սկսում են համեմատել իրենց կոնկուրենտների հետ, սկսում են կոնկուրենտներից տեսնել իրանք ինչ են անում, արժեզրկում են իրենց առաջ ճանապարհը, սկսում են կրկնել նրանց, մոռանում են իրանք ինչ նպատակներ ունեն ու սկսում են այդ մրցակցությունը ուրիշների հետ։ Եվ շատ էքսպերտներ իրանք ապրում են այս շղթայի մեջ, ստեղ, այստեղ, այստեղ, այս մի քանի կետերում։ Ու այստեղ չի աճում իրանց բիզնեսը, այստեղ չի աճում իրանց շահույթները, ինչի, որովհետև իրանք համեմատվում են ուրիշների հետ։ Ինչի, որովհետև գործ չունեն այդ մոտիվացիայի վրա եւ դիսցիպլինան միացնելու հաշվին գնում են առաջ։ Այստեղ լինելու է հիասթափություն, անկում, ընկնելու են, այրվելու են եւ ասել են վсё, այդ կորուստը լինելու է։ Դրա համար շատերս տեսնում ենք, որ մի պահ հայտնվում են ինչ-որ էքսպերտներ, հայտնվում են ինչ-որ մարդիկ, ամպագորգոր իրանց պահում, դրսևորում են, որից հետո անհայտ կորում են։ Եվ քանց թե մենք ձեր հետ միասին դնենք, այս մեկը մերժենք, այս մի տարբերակը մերժենք եւ աշխատենք մեր մտքի հետ, որտեղ սկիզբը միտքն է, ու միայն այստեղ փոխելով մենք կարող ենք աճել։ Հիմա տեսեք, երբ որ մենք աշխատում ենք ձեր նպատակների հետ, երբ որ մենք աշխատում ենք ձեր ցանկությունների հետ, երբ որ մենք աշխատում ենք ձեր մտքերի հետ աշխատելով, կարևոր է գիտակցել, որ մենք աշխատում ենք նաև ձեր ինքնագնահատականի հետ։ Օրինակ, ինչ է նշանակում ինքնագնահատական։ Երբ որ ես ինքս իմ արժեքը ինձ թույլ եմ տալի, օրինակ, գրենք միտքը նորից, միտքը։ Ես ուզում եմ ինչ-որ, չգիտեմ, այժմ ձեռք բերեմ կամ հեռախոս։ Ոտ ուզում եմ առնեմ այս հեռախոսը, հիմա գնացել եմ, կայնել եմ, ուզում եմ առնեմ այս հեռախոսը։ Ես իմ վերցնում եմ ու մտածում եմ, արժի առնեմ։ Ինչ կասի իմ ամուսինը, ինչ կասեն մարդիկ։ Մարդիկ կտեսնեն, որ ես էսի բռնել եմ, կմտածեն, որ դե իրան այսքան փող կա, հա, հաստատ չգիտեմ, բարգովար է կամ ինչով է, ու գնում է մեր մոտ այդ նեգատիվ մտքերը։ Եվ այս մտքերը, որտեղ որ մեր ինքնագնահատականը ցածր է, մեզ թույլ չի տալիս ձեռ առնենք, գնում կատարենք մեր համար։
Իմ մոտ նույնիսկ գալիս են կանայք, ովքեր ասում են, իմ ամուսին իմ համար ամեն ինչ անում է, իմ ամուսին ինձ թույլ է տալի ամեն ինչ, ասում եմ, օքեյ, ի՞նչ է նշանակում քո համար։ Ի՞նչ է նշանակում քո համար ծախսել գումար։ Ինձ կարող ես բացատրել։ Իրանք ասում են, իմ ամուսինը բժշկի փող կտա, սա կտա, նա կտա, բայց մենք չենք խոսում բժշկի փող տալու մասին, մենք խոսում ենք նրա մասին, որտեղ որ դու հաճույք ես ստանում։ Այդ որ մի կինն է հիվանդանոց անալիզ տալուց հաճույք ստանում։ Դրա համար շատ կանայք չեն հասկանում, որ գումարը պետք է ծախսել այնպիսի բաների վրա, որը որ մեզ էներգիա է տալի։ Դրա համար, եթե մենք խոսեցինք ձեր հետ միասին վիճակի մասին, մեր մյուս կետը գալիս է էներգիան։ Եվ ինչ էներգիա, որ մենք ունենք, ինչ էներգիա մենք արտացոլում ենք, ապա դրանից ելնելով մենք սկսում ենք շարժվել։ Դրա համար նաև մենք ձեր հետ միասին հասկացանք, որ մեր մտքից, մեր կարծիքից մեր մասին, ինչպես ենք մեր մասին մտածում, կախված է թե ինչպես մարդիկ մեզ կվերաբերվեն։ Եթե ես ունեմ ցածր ինքնագնահատական, եթե ես չեմ հարգում ինձ, եթե ես չեմ սիրում ինձ, ապա այդտեղ իմ նպատակը շատ արագ հանգում են, այդտեղ միշտ նեգատիվ է լինում, այդտեղ ես շատ արագ այրվում եմ, իմ վիճակը շատ թույլ է, հիվանդ եմ, տխուր եմ, ագրեսիվ եմ, ցավացնում եմ եւ մի սպասում եմ, որ դիմացի մարդիկ նկատեն եւ ասեն, թե ինչքան ես լավն եմ։ Եվ այն կինը, որ ունի բարձր գնահատական, իր մոտ այդ ամեն ինչը չկա։ Եվ ձեր հետ միասին հասկացանք, որ կանանց տեսանք, ովքեր դիսցիպլինա միացնելու հաշվին իրենք կարող են գնալ հասնել իրենց նպատակներին։ Այո, ցածր ինքնագնահատական ունեցող կինը նույնպես կարող է ինչ-որ պրոյեկտներ ստեղծի, բայց ստեղծել պրոյեկտներ կարիքից ելնելով, թե ստեղծել պրոյեկտներ ցանկությունից, երազանքից ելնելով, սրանք արդեն տարբեր բաներ են, որտեղ եթե մենք ստեղծում ենք պրոյեկտներ կարիքից ելնելով, եթե մենք վաճառում ենք կարիքից ելնելով, ապա մարդիկ դա զգում են ու իրանք չեն գնում։ То есть եթե մենք կարենք միլիոններ աշխատել, մենք աշխատում ենք հազարներ։ Եվ կինը, որ ունի բարձր ինքնագնահատական, ով իրան սիրում է, ով իրան հարգում է, այն կինը, որ ոգևորված է, ոգեշնչված է, լիցքավորված է դրական էներգիայով, անընդհատ իր ներդրում արմի գիտելիքների գաղափարների, նա գիտի եւ կարողանում է գնալ վախի մեջ, ինքը գիտի, որ դա նորմալ է, այո, վախենալու է լինելու, գիտեմ, որ դժվար է լինելու, գիտեմ իմ համար այդ ամեն ինչը անծանոթ է, ես այդտեղ դեռ չեմ եղել այդ իրավիճակում, իմ համար նոր է լինելու այդ ամեն ինչը, բայց ինքը գիտի, որ իր մոտ մեգա ստացվելու է, ոչ թե ստացվելու, այլ 100% ամենալավ, այլ ստացվելու այն ինչ, որ ինքը ցանկանում է։ Ինքը ցանկանում այդ process-ը փորձ, ինքը ցանկանում այդ process-ը հասկանա, ընկալի եւ հասկանա ինչ զգացողություններ է ունենում այդ process-ի ընթացքում։ Ինքնագնահատականի վրա հարկավոր է աշխատել, որտեղ մեր միտքը ուղիղ կախված է մեր ինքնագնահատականի հետ։ Եվ ամենաառաջինը կնոջը հարկավոր է, որ աշխատի ինքնագնահատականի հետ։ Եվ առաջի ամիսը մեր ծրագրի ներսում, լայվսինգ ծրագրի ներսում, ես ոչ մի բանի հետ չեմ աշխատում կանանց հետ, բացի այն, որ ինքնագնահատականի։ Մինչև իրանց ինքնագնահատականը չեն բարձրացնում, մինչև իրանց վախերի հետ չենք աշխատում, մինչև այդ տրավմաները չենք բացում, մինչև այդ ստերեոտիպները չենք փոխում, մենք չենք անցնում առաջ, ինչու որովհետև ինչ նպատակներ դնել, ինչ երազանքներին հասնել, եթե մարդ ունի ստերեոտիպներ, համոզմունքներ, վախեր ու ինքը չգիտի ոնց հասնի։ Եվ ամեն ինչ սկսում է ինքնագնահատականից։ Դրա համար, եթե մենք այդ ամեն ինչը չենք քայլ առ քայլ բացում, էտապներ անցնում, ապա հնարավոր չի անցնել առաջ։ Եվ կանայք, ովքեր ունեն բարձր ինքնագնահատականներ, իրանք ստեղծում են իրանց երազանքները, իրանք գիտեն, որ իրանց մոտ դա ստացվելու է, ես եկել եմ իմ երազանքները կատարելու համար, ես եկել եմ իմ հոգու ցանկությունները կատարելու համար, եւ քայլ առ քայլ գնում ենք առաջ։ Դա մեր որակն է։ Դե ինչ, միասին արդեն խոսեցինք, միասին քննարկեցինք, հասկացանք ինչա նշանակում վիճակ, հասկացանք, որ ինքնագնահատականը նույնպես աշխատում է, նույնպես ազդում է այդ ամեն ինչի վրա։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ, որտեղ որ մենք քննարկեցինք մոր հետ կապը, մենք այդտեղ հասկացանք ինքնագնահատականի մասին շատ բան, եւ իհարկե հետագայում նույնպես հասկանալ ենք։ Եվ հիմա եկեք միասին արդեն անցնենք հաջորդ մեր этаպին, որը էներգիան է։ Եվ ամենակարևոր ուզում եմ դուք որ գիտակցեք եւ հասկանաք, որ ամեն ինչի համար մեզ հարկավոր է էներգիա։
Այն, որ ես այսօր ձեր հետ զրուցում եմ, այն, որ ես այսօր այստեղ նստած եմ, ինձ դրա համար նույնպես հարկավոր էր էներգիա։ Ամեն մի մեր նպատակի, ամեն մի մեր ցանկության համար հարկավոր է համապատասխան քանակության էներգիա։ Ամբողջ մեր աշխարհը, ինչ որ գոյություն ունի, ինչ որ դուք տեսնում եք ֆիզիկական կյանքում, ինքը իրենից ներկայացնում է էներգիա։ Եվ ցանկացած նպատակ, որը որ դուք տեսնում եք ձեր առաջ, դա իրենից ներկայացնում է էներգիա։ Եվ դա կարող ենք խոսել համեմատել գումարի հետ, այսինքն ֆինանսի հետ, դա նույնպես էներգիա, այսինքն այդ գումարը, որպեսզի դուք ստանաք, դուք պետք է ձեր ժամանակը ծախսեք, էներգիա ծախսեք, որպեսզի դա ձեռք բերեք։ Եվ նույն հեռախոսը, այս հեռախոսը, որը որ մենք տեսնում ենք, ինքը իրանից ներկայացնում է էներգիա։ Ամեն ինչը որ մենք ձեռք ենք բերում, ինչը որ մենք գնում ենք, ինչին որ մենք ձգտում ենք, հասնում ենք, ինքը իրանից ներկայացնում է էներգիա։ Եվ որpիսի մենք կարողանանք մեր նպատակներին հասնել, մենք պետք է հասկանանք, օրինակ, հեռախոսը կամ նույն մարկերը, սրա համար ինձ որքան էներգիա է պետք գալու, ես սրա համար ինձ որքան էներգիա է պետք գալու, եւ ամեն մի ապրանքի պրոդուկտի համար մենք արտադրում ենք մեր էներգիա։ Սրա համար ոչ այդքան մեծ քանակությամբ բարձր էներգիա պետք գնելու, քան սրա համար։ Նույնպես է կյանքում, երբ որ ես ունեմ մեծ երազանք ճամփորդության գնալ եւ այլն, կամ չգիտեմ, նոր բնակարան գնել, դրա համար ես պետք է հասկանամ ու գիտակցեմ, ինչ քանակությամբ էներգիա է ինձ պետք գալու։ Եվ եթե ես դա չունեմ, եւ եթե ես ամեն օր արթնանում եմ հոգնած, թույլ, նվազ, գաղափար նույնիսկ չունեմ, ապա ես պետք է կարողանամ իմ մեջ զարգացնել, արտադրել այդ էներգիա։ Եթե ես չգիտեմ ինչպես, ապա այդ ամեն ինչը մենք ձեր հետ միասին դրա շուրջ աշխատելու ենք։ Եվ հիշեք, մենք առանց էներգիայի ապրել չենք կարող։ Հնարավոր է գոյատևել, որտեղ լինելու է թուլություն, հիվանդություն, աղքատություն, ագրեսիա։ Ամեն անգամ, երբ որ մենք գրում ենք մեր նպատակները, երբ որ մենք գրում ենք մեր երազանքները, օրինակ ճամփորդություն, հեռախոս ձեռք բերել, բնակարան ձեռք բերել, ցանկացած երազանք, որը որ դուք գրեցիք, դրա համար արտադրվում է համապատասխան քանակությամբ էներգիա։ Եվ հենց այդ պահին, երբ որ դուք գրեցիք, այդ էներգիան արտադրվեց, հենց դրա շուրջ սկսում է պտտվել մնացածը։ Եվ եկեք միասին հիմա հասկանանք, ինչն է խլում մեր էներգիան, որովհետև ինչու հենց մենք այդ գրելու պահին, երբ որ մենք գրում ենք, մենք այդ էներգիան ունենք, ախր ունենք, գրեցինք, ոգևորվել ենք, մեջը sense ջերմություն, տաքություն, ուրախություն իրար հետ խառնվել են իրար, բայց մեկ էլ հաջորդ օրը առավոտ արդեն մենք տեսնում ենք էներգիան չկա։ Ինչն է պատճառը։ Չէ՞ որ ես նայում եմ Instagram-ով, ես գնում եմ սպա, չգիտեմ, ստեղ սրան եմ տեսնում, դեռ նրան եմ տեսնում, բոլորը անում են, բոլորը հասնում են իրանց ուզածին։ Ի՞նչն եմ ես սխալ անում։ Ես էլ եմ նպատակ դնում, ես էլ եմ գնում սպա, ես էլ եմ սա անում, ես էլ եմ նա անում, բայց ես կորցնում եմ իմ էներգիան։ Ո՞րն եմ ես սխալ անում։ Որտեղ եմ ես սխալվում, որի մոտ այդ ամեն ինչը չի ստացվում։ Դրա համար կա 6 պունկտ, որը որ մեզանից խլում է մեր էներգիան։ Եկեք հիմա այդ 6 պունկտը ձեր հետ միասին գրենք եւ հասկանանք։ Որ այդ 6 պունկտը այն ամենակարևոր նեգատիվ գործոններն են, որոնք խլում են մեզնից մեր էներգիան։ Եվ այ դրա շուրջ հարկավոր է աշխատել։ Ամենաառաջինը դա վախն է։ Ուրեմն տեսեք, էներգիայով, էներգետիկայով մեր վախ ավելի ուժեղ է, քան մեր երազանքը եւ մեր գաղափարը։ Դրա համար, երբ որ մենք ունենք գաղափար, ունենք նպատակ, մենք դրեցինք իրան, բայց ունենք վախ, ապա ինքը մի անգամից ձեզ ստոպ է տալու։ Չի թույլ տալու, որպեսզի դուք հասնեք ձեր նպատակին։ Պատկերացրեք, որ ձեր ներսում ինչա վախը, ձեր ներսում ինչ որ մի մոնստր է ապրում, երբ որ դուք դրեցիք ձեր գաղափարը, ձեր մտքի մեջ նույնիսկ ուզում եք արդեն անցնել այդ ամեն ինչը կատարելու, այդ պահին ինքը առաջ է գալիս, ձեր ներսը ձայնով ձեզ ասում է, քո մոտ չի ստացվի, ձեռ ես առնում։ Եվ մենք ձեր հետ միասին գիտենք, որ ենթագիտակցության մեջ է ապրում մեր վախերը։ Եթե կա 10% գիտակցությունը, որը մենք գիտակցաբար գործում ենք, եւ 90%-ը ենթագիտակցության մեջ է գտնվում մեր ամբողջ կյանքում կուտակած ինֆորմացիա։ Եվ վախերը նույնպես այդտեղ են գտնվում։ Վախը խժռում է մեր բոլոր երազանքները, մեր բոլոր նպատակները եւ ինքը ավելի ուժեղ է,
քան մեր նպատակները, եւ որի արդյունքում մեր երազանքները չեն կատարվում, որի արդյունքում մեդիտացիաները չեն գործում, որի արդյունքում աֆերմացիաները չեն աշխատում, որի արդյունքում ձեր գծած քարտեզները, երազանքները չեն գործում, ինչու որտեղ ներսը ենթագիտակցության ներսում գոյություն ունի վախը։ Երկրորդը դա կասկածներ։ Եթե վախը մենք կոնկրետ գիտենք, տեսնում ենք ինչից ենք վախենում։ Կասկածը ինքը մի քիչ ավելի սենց չերևացող է, ինքը միշտ կա, թեթև է, բայց ինքը ավելի այսպես անընդհատ ձեզ տոկի է տալի, որ դուք սխալ ճանապարհի վրա եք։ Ինքը այսպես է գործում։ Եթե օրինակի համար վախ ուղիղ ասում короче, կմոտ չի ստացվի, դու ապուշի մեկն ես, տավայ է վերջացրես ինչ ես անում, ենթագիտակցության մեջ գտնվող կասկածը ասում է ստանդար նստած ուսին, դու գնացել եք նպատակներ եք դրա արդեն ուզում եք ձեր ուզածին հասնել, մեկ էլ այս ներսից մեկը սենց ասում է կամած պատկերացեք, բա որ չկարանաս, բա որ քոնը չի, բա որ քեզ ծաղրեն, արի հիմա չէ, իսկ դուք արդեն նպատակները դրել եք, մեկ երիկուն այդ միտք եկավ, հետո հալա ոչինչ, ապուշ բաներ եմ մտածում, մեկը նորից ինչից վերցրեցի, որ քո մոտ ստացվում է։ Եվ ենթագիտակցությունը անընդհատ ձեր հետ խոսում է։ Ենթագիտակցության մեջ գտնվող ձեր կասկածները անընդհատ խժռում են ձեր էներգիան, անընդհատ խժռում են։ Բա որ չստացվի, բա որ քունը չի։ Եվ երբ որ կասկածները առաջ են գալիս ձեր ներսում, դուք միանգամից մի քայլ հետ եք գնում էներգիայի հաշվին իջնում է։ Այսինքն, եթե ես ունեի այստեղ 100% էներգիա, ինքը արդեն դառնում է 90, հետո դառնում է 80, հետո դառնում է 70։ Եվ ինչի համար է, եւ որտեղից է սա առաջանում, հիշենք, ցածր ինքնագնահատականից։ Եթե մենք ունենք ցածր ինքնագնահատական, մենք միշտ կասկածելու ենք, մենք չենք վստահելու։ Դրա համար, եթե աշխատում ենք ինքնագնահատականի հետ, ապա կասկածները եւ վախերը վերանում են։ Եվ երրորդը, որը որ կա մեզ մոտ, դա վիրավորանքը։ Տեսեք, մարդիկ մտածում են, որ անտեսելով, ուշադրություն չդարձնելով, աչք փակելով, դուր ցածկելով խնդիրների վրա, վիրավորանքի վրա, նեղացած լինելով իրաց մամայի վրա, նեղացած լինելով իր ամուսնու վրա, չգիտեմ, գուզուկ ընկերոջ վրա, երեխայի վրա եւ այլն, մտածում են այդ ամեն ինչը փակելով, մենք կարող ենք առաջ գնալ։ Հիշեք, մինչև մենք վիրավորանքներից չազատվենք, մինչև մենք այս ամեն ինչը չփոխենք մեր ներսում, մեր էներգիան անընդհատ կորել է, որտեղ մենք անընդհատ մտածելու ենք այդ ուղղությամբ, անընդհատ այդ վիրավորանքը նստած է լինելու մեր ներսին, ինքը ներսից մեզ կրծելու է։ Վիրավորանքի համար պետք է մեծ քանակությամբ էներգիա, որպեսզի ձեզ ներսից կարողանա պահի։ Վիրավորանքը փակում է ձեր սիրտը, փակում է ձեր հոգի։ Ինչքան դուք ունեք շատ վիրավորանք, այնքան ձեր սիրտը փակված է, ձեր հոգին փակված է։ Եվ հիշեք, բոլոր ֆինանսները, գումարը, ֆինանսները, այսինքն ինչ որ դուք արարում եք, դա գալիս է սրտից։ Մենք սրտով ենք արարում, մենք սրտից ենք ստեղծում։ Եվ եթե դուք վիրավորած եք, ապա չեք կարող ֆինանսապես աճել, ապա չենք կարող առաջ գնալ, ապա չենք կարող ստեղծագործել, ապա չենք կարող իմանալ ինչ է նշանակում սիրել։ Դրա համար ինքներդ անալիզ արեք, դա ձեր մասին է թե չէ։ Ունեք վիրավորանք, թե չունեք։ Եվ քանի մարդկանց վրա եք դուք վիրավորված։ Եվ քանի տեղ կա, որ դուք այսօր տեսնում եք խնդիրներ ձեր կյանքում։ Դա նույնպես հարկավոր է նստեք անալիզ անել։ Եթե ունեմ X քանակությամբ մարդկանց վրա վիրավորանք, ապա իմ կյանքում կան X քանակությամբ նաև խնդիրներ ֆինանսական։ Մեկը մյուսի հետ կապ ունի։ Դրա համար երրորդ մեր կետը, որը որ գալիս է, դա վիրավորանքն է, եկեք անցնենք մեր չորրորդ կետին։ Եվ չորրորդ կետը դա նեգատիվ ծրագրեր։ Նեգատիվ ծրագրերը մենք վերցնում ենք կամ մեր ծնողներից, կամ մեր գեներով է մեզ անցնում մեր տոհմից, եւ նեգատիվ ծրագրերը ոչ միայն մեզ ծրագրավորում են եւ փակում են, այլ նաեւ իրանք գողանում են մեր ռեսուրսը։ Եվ նեգատիվ ծրագրերը իրանք գտնվելով ենթագիտակցության մեջ,
իրանք մեր ներսից մեզ տալիս են այնպիսի կարծիք, որ այդ ամեն ինչ ճիշտ է, այսինքն ավելի ստերեոտիպների նման են, որտեվ երբեմն մարդիկ ստերեոտիպները խառնում են օրենքների հետ կամ կանոնների հետ եւ այդ ամեն ինչ նույնպես նեգատիվ ծրագրեր է լինում եւ այստեղ հարկավոր է հասկանալ դա ստերեոտիպներ է, սխալ ծրագրավորում, թե նեգատիվ ծրագրեր, որոնք մեր ներսում նստած է։ Եվ նեգատիվ ծրագրերը մեր ներսում, եթե հիշում եք առաջի մեր դասը, ես ձեր հետ միասին քննարկել եմ, իրանք մեր ներսում առաջանում են մանկուց, այսենց պատկերացեք փոքր ժամանակ ինչ-որ մի բան եք դուք ցանկանում, եւ մաման ձեզ ասում է, չէ, ժամանակը չի գնա այն կողմ, եւ դուք զգացիք, որ այսպիսի զգացողություն ձեր ներսում եղավ, որ դուք ոչ մեկին պետք չեք, որտեղ ավ այդ զգացողությունը, ինչը մաման ձեզ մերժեց, մամայից եք ցանկանում, իսկ մաման ասեց, չէ, հիմա ժամանակը չի, դուք զգացիք, դա ձեզ պետք չի։ Հաջորդ անգամ ինչ որ միտեղ երեխաների հետ խաղալուց ընկերներից մեկը ասեց, էլի չէ, ես քո հետ չեմ ուզում խաղամ, զգացիր էլի դու ոչ մեկին պետք չես։ Չորրորդ անգամ չորրորդ անգամ գնացել եք, չգիտեմ, մրցումի մասնակցելու, այսօր շատ տարածված է, չէ, մրցույթների մասնակցելու եւ այդտեղ ասացին դուք չեք համապատասխանում ստանդարտն ու փոքր տարիքում, դպրոցական տարիքում ու ձեզ ասին դուք չես համապատասխանում եւ դուք զգացիք դուք ինչ որ լիարժեք չեք, դուք տգեղ եք, նորից եկավ այդ միտքը։ Եվ եւս մի անգամ ինչ որ մի տարիքում օրինակի համար լսեցիք, որ դու արժանի չես, քեզ դա պետք չի, հեռու մնա, քո ժամանակը անցել է, եւ երբ որ այս ամեն ինչը մի քանի անգամ, մի քանի մակարդակի վրա տարբեր ժամանակներում մենք այդ էմոցիան անընդհատ ունենում ենք հոգեբանության մեջ, սա կոչվում է նեյրոնը ձևավորվում է եւ կպնում է իրար հետ սինեպսի հաշվին, այսինքն ինքը արմատանում է եւ դառնում է այսպես սինեպս։ Երբ որ մենք Live Sync ծրագրի մեջ ծեր հետ միասին խորանում ենք, մենք խորանում ենք եւ գտնում այս արմատացած համոզմունքները, որտեղ, ոնց, երբ է ձևավորվել, որ այս մինչև հիմա ձեզ խանգարում է ու դուք չեք կարողանում առաջ գնալ, որովհետեւ երբ որ մենք արմատը չգտնենք խնդիրի, ինչքան էլ ուզում եք աֆերմացիաներ անեք, ինչքան էլ ուզում եք մեդիտացիաներ անեք, չեք կարող էներգիան խլում են այս մեր նեգատիվ ծրագրերը, որի վրա հետ պետք է աշխատել։ Հինգերորդը դա մեր շրջապատը, մարդիկ։ Մարդիկ քննադատում են, մարդիկ բամբասում են, մարդիկ ձեզ օգտագործում են նեգատիվ, հա, հարցեր իրաց լուծելու համար, որովհետև ինձ երբեմն ասում են, ես չեմ ուզում, որ ինձ օգտագործեն, ես այդտեղ միշտ ասում եմ, Ժորժ, մենք բոլորս իրար օգտագործելու համար ենք ստեղծված, բայց մենք կարող ենք մարդկանց օգտագործել մեր նեգատիվ խնդիրները լուծելու համար, բայց կարող ենք օգտագործել մեր դրական պոզիտիվ նպատակներին հասնելու համար։ Դրա համար եկեք հասկանանք իրար ոնց ենք օգտագործելու։ Դուք ինձ ինչպես, ես ձեզ ինչպես։ Դրա համար դա նորմալ է, բայց ամենակարևորը հասկանալ կան մարդիկ, որոնք ձեր կյանքից պետք է ջնջել։ Ես ինքս իմ կյանքի этаպում մի քանի անգամ եղել է, որ որոշ մարդկանցից հրաժարվել եմ, չեմ շփվել, չեմ շարունակել առաջ գնալ, ու այդ ժամանակահատվածում, երբ որ ես իրանցից հրաժարվել եմ, իմ մեջ եմ հրաժարվել, ոչ թե իրանց ասել եմ ես ձեզանից հրաժարվում եմ, իմ մեջ եղել է այնպիսի կարծիք, բա որ ես սխալ լինեմ, բա որ մարդիկ ասեն ես սրան նայի, գիտե ցցել է, բա որ ես վատ եմ վարվում մարդկանց հետ։ Եղել է իմ մոտ այդպես մտքեր, բայց հավատացեք, ես հիմա եմ հասկանում, ինչքան կարևոր էր այդ ժամանակ մարդկանց ասել ոչ, ես ժամանակ չունեմ, կներես ես չեմ կարող գալ, կներես չեմ կարող խոսալ, զբաղված եմ։ Եվ երբ որ ես այդ մարդկանց իմ կյանքից ջնջել եմ, շփում է իրանց հետ, ոչ թե իրանց անել գցել եմ, այլ իրանց հետ շփումը։ Ես այդ էներգիան իմ պահել եմ ինձ, այսինքն չի գնացել ինձանից։ Եվ նույնպես կան մարդիկ ասելով, ուզում եմ ասել, որ կան մեր մոտ աղջիկներ, ովքեր որ ունեն իրենց նախկին հարաբերությունների հետ խնդիր, նախկին ընկերուհու հետ, հա, նախկին ընկերոջ հետ, մենք ունենք ընկերներ, որի հետ բաժանվել ենք դա ժամանակապես, որտեղ յուրաքանչյուր մարդու հետ մենք ունենք էներգետիկ կապ։ Եվ մեր այդ ինչքան է մենք բաժանվում ենք, որոշ ժամանակ այն էներգետիկ կապը տեղի է ունենում, գոյություն ունի։ Եվ նույնպես, եթե դուք ունեցել եք սիրած եղեք ամուսին, որից բաժանվել եք,
ապա նայած ըստ ժամանակի, ինչքան ժամանակ եք դուք իր հետ ընկերություն արեք կամ ամուսնացած եղել, նայած ինչ ընտանեկան կարգավիճակում եք գտնվում, ըստ դրա արդեն մինչև 7 տարի տևում է նույնպես այդ փոխվել է էներգետիկ տվյալ անձնավորությունից։ Եվ նույն մեր ծրագրի ներսում, Լայֆսինկ ծրագրի ներսում ես տալիս եմ հատուկ էներգետիկ պրակտիկա, որը որ օգնում է ազատվել նախկին էակներից, այդ կապվածությունից։ Դա հատուկ պրակտիկա է, որը օգնում է ազատվել, օքեյ։ Եվ պրակտիկաներ անելով մենք գնում ենք առաջ, то есть այսինքն էդի մեզ առաջնային հարկավոր է ազատվել բոլոր այդ նեգատիվ ամեն ինչից։ Եվ մյուս 6-րդ կետը, որը որ կա մեր կյանքում, դա մեր ստվերային կողմերն է։ Ստվերային կողմեր։ Այս ստվերային կողմերը շատ դա այն կողմերն է, որոնք որ մենք ունենք ու չենք տեսնում։ Դա այն կողմերն է, երբ որ մենք սկսենք իրանց ճիշտ սնուցենք, երբ որ մենք սկսենք իրենց ճիշտ զարգացնել, ապա մենք բացվելու ենք, մենք աճելու ենք եւ գնալու ենք մեր մյուս մակարդակ։ Հիմա եկեք դա ցույց տամ, ինչպես է տեղի ունենում, երբ որ մենք սկսում ենք աշխատել մեր ստվերային կողմերի վրա։ Օրինակ, շատ անգամ լինում է իմ մոտ հարց, որ աղջիկները ասում են, ես չեմ կարողանում ինձ ընդունել, ես չգիտեմ ես ով եմ, ես չգիտեմ ինչի համար եմ ես ծնվել։ Հիմա տեսեք, երբ որ մարդը ասում է, ես չգիտեմ ես ով եմ, դա նշանակում է մենք գաղափար չունենք ինչ է նշանակում ես, ինչ է նշանակում կանացի կողմեր, ինչ է նշանակում իմ դեր իմ կյանքում, եւ դրանից ելնելով ես արդեն չունեմ իմ իդենտիֆիկացիան այս կյանքում, հա, չգիտեմ ինչ դեր եմ զբաղեցնում։ Դրա համար, սիրելիներս, մենք ինքներս այնպես չի որ մի մարդ ենք լինելու։ Մենք այնպես չի որ մեկն ենք լինելու։ Մենք հիշեք տարբեր ենք։ Այո, մեզ օրինակի համար փոքրուց համոզել են, մեզ փոքրուց ասել են դու պետք է մեծանաս, դառնաս բժիշկ, всё, սա կյանքդ մինչև վերջ լինես բժիշկ։ Դու պետք է լինես ատամնաբույժ, դու պետք է լինես, չգիտեմ, ուսուցչուհի։ Դրա համար մենք փնտրում ենք մենք ամբողջ կյանքում մեր մի տեսակի։ Օրինակ, եկեք ես ձեզ ցույց տամ իրականում ով ենք մենք, ինչպիսին մենք կարանք լինենք։ Ու ինչքան դուք ձեր կողմերը փակում եք ու օй, սալացի։ Փակցնում եք ու կորցնում եք։ Ու ես դա մի հասկացողություն չի, ես ասածը դա մի գաղափար չի։ Իրականում ես ասածը դա մեծ հասկացողություն է, այսպես անենք։ Պատկերացրեք։ Դա ես եմ։ Եվ սա իմ կողմերն է։ 1, 2, 3, 4, 5, 6 եւ այսպես պատտվում է մյուս կողմերով նույնպես, հա, այն կողմերից նույնպես պատտվում է։ Եվ ես ինքս ադամանդ եմ ինձանից ներկայացնում։ Հիմա տեսեք, ես ինքս բրիլյանտ եմ, բայց դեռ դրա մասին չգիտեմ։ Ինչու՞, որովհետև ես ունեմ ստվերային կողմեր։ Ու ինչ է նշանակում։ Ես ունեմ տարբեր դերեր իմ կյանքում։ Օրինակ, ես մինչև չէի ամուսնացել, մինչև երեխա չի ունեցել, իմ դերը, իմ կողմը որպես մամա բացված չէր։ Ու ես այս դերի մեջ ինձ չէի կարողանում դրսև, ես չգիտեի դա ինչ է, ինչքան ինձ ասեին երեխա ունենալ, ինչքան ասել մամա լինել, ես երեխա չունեի եւ ես դա հասկանալ չէի կարող։ Երբ որ ես մամա դառա, մայր, ես արդեն կհասկացա ինչ է նշանակում երեխա դաստիարակել, ինչ է նշանակում երեխա սիրել, ինչ է նշանակում իր հետ զբաղվել, ինչ է նշանակում իրան լսել եւ այլն։ Կա իմ մյուս կողմը, որը որ կին ով ունի ամուսին, ով հոգատարություն է տալի, ով լսում է, ով աջակցում է եւ այլն եւ այլն։ Ես ունեմ կողմ, որը որ էքսպերտն է, էքսպերտ, որը որ հիմա ձեր հետ խոսում է, կիսվում է իր գաղափարներով, իր խոսքով եւ այլն եւ այլն եւ այլն։ Ին մի տեսակ, ով որ սիրում է ճամփոր, դեր, ին մի տեսակը, որ ուղակի հաճախորդ է խանութներում, հա, հաճախորդ լինելով ինչ որ միտեղ ես իրանց համար կինջ չեմ, ես իրանց համար մայր չեմ, եւ այդ դերերը իմ չեմ ցույց տալիս։
Եվ նույնպես էքսպերտ չես ուղղակի հաճախորդը ով եկել է հաց առնի։ Ինչ որ մի տեղում, օրինակի համար, իմ մի կողմը, չգիտեմ, ընդ է պարել է սիրում, պարուհի է, հա, պար։ Եվ այլն, то есть մենք ունենք լիքը տարբեր կողմեր։ Տեսեք, կա իմ մի կողմը, որ ունի երազանք, ստեղծագործի, թիմ ստեղծի եւ այլն։ Եվ ունեմ մի կողմ, որ ասում է դու կին ես, դու մայր ես։ Ունեմ մի կողմ, որ ասում է դու էքսպերտ ես։ Ու օրինակի համար կան ինչ որ մի ժամանակահատված, որտեղ որ ես իմ ես էքսպերտ լինելը փակել էի, ինչու, որովհետև ես ունեի ծրագիր, որ կինո, որ աշխատումը, կինո, որ կայացած է, ռեալիզացված է, ինքը կկորցնի ընտանիքը։ Դա ես իմ ներսի նեգատիվ պրոգրամաներն, դեմ ստվերային կողմներ, ու ես ամեն ձև փորձում էի ինչ որ ամեն ինչ անել, որ ես լինեի լավ կին, որ ես գոհացնեի բոլորին, որ բոլորի մասին լավ կարծիք ունենայի, բայց միևնույն ժամանակ ես այստեղել էի ուզում որոշ բաներ անել, բայց առանց երևալու։ Սովորում է ինչ-որ բաներ անում, ինչ-որ մի տեղեր, ինչ-որ բաներ, բայց որպես sense ցույց տայ, խոսայ, կիսվել իմ գիտելիքներով, գաղափարներով, ես չէի գնում առաջ։ Ու ես չէի գիտակցում ինչու։ Եվ երբ որ ես սկսեցի իմ աշխատել իմ ստվերային կողմերի հետ, երբ որ ես տեսա, որն է իմ անձնական ստվերային կողմը, որտեղ որ ես գտա, երբ որ ես սկսեմ ավելի շատ գումար վաստակել, ապա ես կբաժանվեմ։ Ես ամուսին չեմ, ումա պետք է նո, որ տղամարդուց ավելի շատ է վաստակը, որտեղ ես լսել եմ, որ երբ որ կինը շատ փող աշխատում, իր մեջ շատ տղամարդկային էներգիա է լինում։ Ես այդ ամեն ինչ ես իմ ստվերային կողմերում գտա։ Ու դրանից ելնելով, երբ որ ես դրա հետ աշխատեցի, իմ ներսից հանեցի այդ սխալ պրոգրամաները, եւ ես թույլ տվեցի, որ իմ ամուսինն է, իմ համար գնումներ անի, որ իմ վրա ծախսի, գիտեք ինչ նշանակում թույլ տա։ Իմ մոտ այնպիսի վիճակ է, երբ որ իմ ամուսինը իմ համար ինչ-որ մի բան գնում էր, ես ինձ պարտական էի զգում, պարտավոր էի զգում իմ ամուսնու նկատմամբ։ Ում հետ այդպես եղեք, գրեք խնդրում եմ։ Որ եթե ինքն իմ համար արեմ, ես պարտադիր պետք է նույն ձևով իրան հետ վերադարձնեմ։ Ու դրա համար ես ամեն ձևով փորձում էի որ ինքը կամ ինձ շատ ինչ-որ թանկարժեք բաներ չանի, կամ եթե աներ, որ ես կարողանամ տալկից դուրս գամ։ Okay, ու երբ որ ես այդ իմ ստվերային կողմի հետ աշխատեցի, երբ որ ես թույլ տվեցի լինել իմ կանացի էներգիայի մեջ, ընդունել նվերներ, ընդունել տղամարդուց գումար, ընդունել նաև այն, որ ես կարամ իմ գումարներն ունել, իմ գումարն աշխատել, իմ մոտ գնաց այդ ցավը, իմ մոտ գնաց այդ նեգատիվ էներգիան, իմ մոտ գնաց այդ էներգիայի կորուստը։ Ես սկսեցի ինձ ավելի լավ զգալ, իմ մոտ կորա, որ ես անդադ հիվանդանում եմ։ Իմ մոտ կար ինչ-որ ժամանակաշրջան, որտեղ ես ամիս չկար, որ ես չհիվանդանայի, ամիս չկար, որ ես վատ չզգա։ Հիմա երկար ժամանակ արդեն մի քանի տարի ես չգիտեմ ինչ բան է հիվանդանալ։ Ինչու՞։ Որովհետև ես կարողանում եմ իմ էներգիան պահել։ Ինչու՞, որտեղ իմ ստվերային կողմերը գնալով բացել եմ։ Ես շարունակում եմ բացել, երբ որ ես մի բան գտնում եմ, ես սկսում եմ բացել։ Շատ անգամ լինում է մենք ինքներս չենք տեսնում, բայց մեր ստվերային կողմերը երբեմն տեսանելի են լինում մեր շրջապատի միջավայրի կողմից, եւ մեր հարազատները ասում են, «Քո այս խասյաթը ինձ բանն է, ու դուք դրանից ագրեսիվ եք»։ Ես այդպեսին չեմ։ Դա մեր հենց ստվերային կողմն է, դրա համար ուշադրություն դարձրեք։ Եվ աշխատելով մեր ստվերային կողմերի հետ, մենք միայն ու միայն հիշեք բարձրանում ենք վերև։ Դրա համար մենք ինքներս բրիլյանտ ենք մեր կյանքում, մենք ադամանդ ենք եւ մենք պետք է մեր բոլոր անկյունները աշխատենք, վերականգնենք, մաքրենք, փայլացնենք, շտկենք, տաշենք, որպեսզի ավելի ու ավելի գնանք բարձրանանք։ Եվ ինչպես էր այդ միասին մենք խոսեցինք, մեր հոգին անընդհատ ուզում է վերև բարձրանալ։ Եվ եթե ես բարձրանամ վերև, այսպես A, B, G, D եւ ամեն մի այս этаպի, որտեղ որ ես բարձրանալու, մենք ազատվելու ենք մեր տարբեր ստվերային կողմերից, մենք ազատվելու ենք մեր տրավմաներից, մենք ազատվելու ենք մեր նեգատիվ ծրագրերից եւ ամեն ազատվելուց հետո մենք կարողանալ ենք սովորել պահպանել մեր էներգիան, վերականգնվել, լիցքավորվել եւ նորից նոր անել կվանտային թռիչք։
Միանշանակ մենք ձեր հետ միասին կխոսանք ինչ է նշանակում կվանտային թռիչք, ոնց հնարավոր անել կվանտային թռիչք։ Ես ինքս արել եմ տարբեր մի քանի անգամ իմ կյանքում կվանտային թռիչքներ, եւ դա կվանտային ֆիզիկայից ելնելով դա կյանքում նույնպես գործածվում է, ուղղակի շատերը չգիտեն դա ինչ է նշանակում, որտեղ չենք էլ արել։ Ինչի, որտեղ չենք իմացել, որ որպեսզի ես հասնեմ իմ նպատակներին, ինձ պետք է ուշադրությունը դարձնեմ իմ ստերեոտիպներին եւ վիճակի վրա, որովհետև ես չեմ հասկացել, որ պետք չի սենց ուղիղ կանոնային մտածել, որ ես կարող եմ լինել տարբեր։ Օրինակի համար, ես որպես էքսպերտ, ես չեմ վարում ոնց որ բոլորը։ Ես չեմ իմ էջում, իմ սոցցանցում դուք չեմ տեսնի, որ ես ուղիղ մենակ նստած խոսում եմ միայն էքսպերտության մասին։ Իմ էջում կտեսնեք իմ շունիկին, իմ ընտանիքին, այն ամեն ինչ ես ցանկանում եմ ու խոսում եմ։ Ես չեմ կոնկուրենտ բառ օգտագործում, ես չեմ ոչ մեկին քննադատում, ես չեմ ոչ մեկին վերևից նայում, ես չեմ ոչ մեկի աշխատանքը արժե զրկում։ Ես ուղղակի ապրում եմ իմ կյանքը եւ ելնելով իմ ապրելակերպից, իմ անցած ճանապարհից, իմ այս թռիչքներից կիսվում եմ մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ ես անընդհատ սկրտվում եմ, ես անընդհատ սովորում եմ։ Վերջերս ավարտեցի հոգեբանության ինստիտուտը, ընտանեկան հոգեբանների, շուտով ստանալու եմ իմ դիպլոմը, արդեն անպայման ձեր հետ կկիսվեմ, կտեսնեք։ Ներկա պահին գնել եմ նոր ծրագրեր նուտրիցիոլոգիայի մասին, որպեսզի ավելի խորացված։ Ինչի՞ եմ ես այդ ամեն ինչը անում, որպեսզի ես անընդհատ լինեմ տեղեկացված։ Այնուհետև հիշեք, մարդաբանությունը, հոգեբանությունը, սննդաբանությունը իրանք անընդհատ պրոգրես ունեն, աճման մեջ են գտնվում եւ չլինել տեղեկացված, չսովորել այդ ամեն ինչից, դա նշանակում ուղղակի հետ մնալ։ Ես 13 տարի է այդ ամեն ինչի հետ աշխատում եմ։ 13 տարի է տեսնում եմ, թե ինչպես է ամեն ինչ աճում, անընդհատ փոխվում, անընդհատ առաջ, առաջ, առաջ։ Եվ եկեք մի հատ վերջնական ամփոփենք, որ կինը, երբ որ սկսում է փակել իր ցանկությունները, զրկել իր ցանկությունները, աչք փակել իր ստվերների վրա, չհանել, չաշխատել դրա շուրջ, իր ներքին ցանկությունների վրա, ապա ինքը կորցնելու է էներգիա։ Դրա համար մենք էներգիա կորցնում ենք այդ 6 պունկտերով։ Դրա համար, երբ որ մենք այդ 6 պունկտերը մեր կյանքում սկսենք հանել, կտրել, փոխել, ապա մեր ռեսուրսները, մեր էներգիան չենք կորցնի։ Ոստեղ պետք չի գնալ ման գալ, չգիտեմ ինչ ամենալավագույն սուպեր-պուպեր վիտամինները, պետք չի ման գալ, չգիտեմ ինչ սուպեր-պուպեր մեթոդները, որպեսզի էներգիան վերականգնել։ Միանշանակ, որպես նաև նուտրիցիոլոգ, ես կարող եմ ասեմ, որ առողջ սնունդը շատ կապ ունի, որտեղ որպես մարդ adekvat անձնավորությունը, որ սիրում է այս մարմինին, ես ինձ աղբ սնունդ չեմ լցնի մեջ։ Ինչ է նշանակում աղբ սնունդ։ Էժան, վատ որակի։ Դրա համար լավ որակի պրեմիում բեզնի ես տալիս եմ ինձ, ինչի, որտեղ ես արժեքավորում եմ իմ տարած աշխատանքը, իմ կյանքն է արժեքավոր։ Եվ աշխատելով այդ էտերի հետ, աշխատելով ինքնագնահատական հետ, հասկանալով ինչ բան է առողջ սնունդ, հասկանալով ինչ բան է ստվերային կողմեր, հասկանալով ինչ բան է նեգատիվ ծրագրեր, հասկանալով ինչ բան է վիրավորան, կասկածներ, վախ, նեգատիվ մարդիկ, ովքեր մեր էներգիան խլում են, այդ ամեն ինչը հասկանալով եւ իրանց մեզանից անջատելով, մենք բարձրանում ենք նորից նոր մակարդակ։ Եվ հիմա ուշադիր, LifeSync ծրագիրը աշխատում է 6 նեգատիվ պրոգրամաները ոչնչացնելու վրա։ Մենք վերացնում ենք վախերը, մենք վերացնում ենք կասկածները, մենք աշխատում ենք վիրավորանքի հետ, մենք աշխատում ենք նեգատիվ ծրագրերի հետ, մենք սովորում ենք ազատվել այն մարդկանց, ովքեր մեր էներգիան են խլում, եւ մենք սկսում ենք տեսնել մեր ստվերային կողմերը եւ այդ ամեն ինչը չեզոքացնել։ Եվ համապատասխան էներգետիկ պրակտիկաների շնորհիվ, ճիշտ մեդիտացիաների կողմից, ճիշտ աջակցող լրիվ ծրագրերի կողմից մենք կարողանում ենք բարձրանալ նոր վերև։ Յուրաքանչյուր լեկցիալ, յուրաքանչյուր դաս, որը որ տրվում է ներսում, տևում է մինչև 40-50 րոպե ամենաշատը, 20 րոպե, 30 րոպե, երևի 2-3 հատ դաս կա, որը երկար է, ինչի որտեղ շատ ասելիք կա տեղ։ Դրա համար հիմնականում 20-ից 30 րոպե ժամանակ ամեն մի դասընթացի հետ կապված գումարած մի քանի տարբեր պրակտիկաներ, որը որ դուք ինքներդ կատարում եք, ինքներդ եք տեսնում ձեզ մոտ ինչպես է փոփոխություն տեղի ունենում, եւ 4 ամսվա ընթացքում ինքներդ կարողանում եք բարձրանալ այդ մակարդակով։ Հիմա ես ձեզ հետ կիսվեմ ցույց արժեքների հետ, որպեսզի ինքներդ տեսնեք ինչ արժեք ունի ծրագրի միանալը։ Եվ այսպես մինչև նոյեմբերի 15-ը արժեքները մեր ծրագրի իրանք երկուսն են։
անփոփոխ են եւ 15-ից հետո իրանց գները բարձրանալու են, ապա մենք մինչեւ ամսի նոյեմբերի 25-ը ունենք ժամանակ միանալու ծրագրին, բայց ովքեր որ կանխավճար կթողնեն, ովքեր որ ցանկություն կունենան նույնիսկ ավելին իմանալ, ապա կարող եք գրել ինձ եւ միանանք կոնսուլտացիային, միասին հասկանանք թե որ տարբերակն է ձեր ավելի հարմար։ Հիմա տեսեք, Լայսինգ ծրագրի ներսում ինքը իրանից ներկայացնում է 34 վիդեո դասեր, 5 աուդիո զագրուսկաներ, 5 մեդիտացիաներ, 10 պրակտիկաներ տարբեր տեսակի, 5 դեմքի մերսումներ, էներգապրակտիկաներ, 20 մարզումներ, տարբեր ասկեզաներ են գնել, այսինքն են բոլոր պրակտիկաները, որոնք որ մարդկանց տալիս են նոր մակարդակ անցնելու հնարավորություն։ Իհարկե մենք կիսվելու ենք ձեր հետ միասին ֆիլմերով, որոնք որ իրանք մեր ներսում, մեր գաղափարը ավելի օգնում են մեր փոփոխության հարցում, մեր առաջ գնալու հարցում, մենք ձեր հետ միասին գրքեր ենք տարբեր տեսնելու, ուսումնասիրելու, կարդալու այնպիսի գրքեր, որոնք որ հենց կոնկրետ օգնել են, որպեսզի ազատվենք այդ բոլոր տրավմաներից, ավելի խորը տեսնենք ու ընկալենք մեզ, լինելու են եթե աուդիո տեսքով, թե կարդալու տեսքով։ Ես բոլոր գրքերը տրամադրում եմ ռուսերեն ձևով, եթե կլինի հայկական, ապա դուք ինքներդ կարող եք ձեռք բերել, ապա ամեն հնարավորություն կա, որպեսզի դուք ավելորդ գումար չծախսեք։ Ես տրամադրում եմ թե աուդիոյի, թե կարդալու տեսքով դրա համար։ Եթե ուզում եք ինքներդ ունենալ տունը, ապա կարող եք ձեռք բերել, գնել։ Ապա գրքերը, ֆիլմերը, մեր հանդիպումները, ամեն ինչը բերում է նրան, որ մենք անցնում ենք նոր մակարդակ։ Եվ ամենակարևորը ներկա պահին արժեքը 4 ամսվա արժի 250,000 դրամ, բազային ծրագիրը, որտեղ որ չաթում բոլորը միացած ենք լինում, բոլոր հարցերը ինչ տեղի ունենում կարող եք չաթում հատալ, այնտեղ ես ձեր բոլոր հարցերին պատասխանում եմ եւ լինելու է VIP ծրագիրը, որտեղ որ դուք իմ հետ անհատական կապի մեջ եք լինում, շաբաթը մեկ անգամ հանդիպում ա լինում, այնտեղ մենք ձեր հետ միասին անհատական ունենում ենք 14 հանդիպումներ ձեզ հետ, որ այդ հանդիպումները դուք օգտագործում եք ձեր անձնային այդ կվանտային թռիչքի հետ կապված, որտեղ ինչ բան է կվանտային թռիչք, երբ որ մենք կարողանում ենք աշխատել մեր մտքի հետ, մենք կարողանում ենք այն, հիշում եք ցույց տվեցի սինեպսները, որոնք որ լինում է իրանց հանել քոքից լրիվ շատ ավելի արագ, որտեղ մարդիկ տարբեր լինում եւ իրանց տրավմաները տարբեր ալին եւ իրանցից հեշտությամբ ազատվենք։ Իմ աղջիկների, իմ հաճախորդների կարծիքները սիրով կիսվեմ տեսնել, որ բոլոր ովքեր որ մասնակցել են իրան գոհ են։ Չկարդամ, ինքներդ հետո կարող եք ստոպ տալ եւ ինքներդ կարդաք, ինչպես է մարդիկ կիսվում, ինչպիսի փոփոխություններ կա իրանց կյանքում։ Իսկ այս ամեն ինչ նրանց է, երբ որ մարդիկ սկսում են աշխատել իրենց ներաշխարհի հետ։ Եվ իհարկե ավելի մանրակրկիտ, եթե մենք խոսենք ամեն մի ծրագրի մասին, ինչա իր մեջ ներառում, ապա սա մեր բոնուս դասընթացներն է, որտեղ որ տրվելու է սննդակարգի հետ կապված, գլիկեմիկ ինդեքս եւ այլ եւ այլ, то есть կոնկրետ մեծ բլոկ ունենալու եք նվեր, որ 10 դասերից է բաղկացած լինելու սննդակարգի, կեցվածքի, մարզումների, խնամքին վերաբերող այն ամեն ինչ, ինչի համար դուք առանձին կարող եք գումար վճարել եւ օգտվել։ Իսկ այստեղ արդեն ամեն ինչ լինելու է։ Եվ մեր 4-րդ բլոկը, որը որ դուք ստանալու եք, բալանս ես կարող եմ, ես կին եմ, այսինքն մենք խոսելու ենք ձեր հետ միասին բալանսի մասին, ինչա իրենց ներկայացնում բալանսը, ինչպես գալ կյանքում են բալանսին, որտեղ որ մենք մեզ լավ ենք զգում, դրական ենք զգում, մենք ձեր հետ միասին նաև խոսելու ենք հարաբերությունների մասին, ամենակարևորը մեզ մոտ երկրորդ բլոկը լինելու է ռեալիզացիա եւ ֆինանսների մասին, սա ես փոփոխել եմ, որտեղ աշխատելով կանանց հետ հասկացա, որ հենց իրանց մոտ ինքնագնահատականը բարձրացնում ենք, հենց իրենց մոտ մի փոքր աճ լինում, ապա սա բոլորը ցանկանում են ֆինանսական ասպարեզում աճել ու այստեղ շատ կարևոր է գրագետ եւ ճիշտ ֆինանսապես իրենց օգնել վերև բարձրանալ։ Ես հակառակն եմ վերև գնում։ Եվ իհարկե ինքնագնահատականը, որը որ ես ձեզ ասացի, այստեղ լինելու է 7 դասընթացներ, նաև իրանց կից տրվելու են պրակտիկաներ, գրեթե 10 հատ պրակտիկա է լինելու, աուդիո պրակտիկա, էներգո պրակտիկա, որոնք որ ձեզ տալու են հնարավորություն հենց ազատվել այդ բոլոր նեգատիվ ծրագրերից ինքներդ եք տեսնում, լինելու է էներգիայի վերականգնում, որը որ մենք չունենք, ձեր հետ միասին քննարկեցին, մեր ստվերային կողմներն ենք ճանաչելու, հասկանալ ենք, որտեղ զոհ ենք, որտեղ փրկարար ենք, վերականգնել ենք մեր ծնողների հետ կապը, որովհետև ինչպես հասկացանք, մոր հետ կապը հենց բերել է նրան, որ մենք ունենք խնդիր մեր
այսօր մեր կյանքում մեր ինքնագնահատականի հետ մեր հաջորդ հանդիպումը անպայման քննարկենք ինչպես է հայրը ազդում այն ամենի վրա, որ մենք այսօր ունենք, որովհետև դա այնպիսի թեմաներ են, որ ինձ թվում է յուրաքանչյուրը պետք է գիտակցի եւ հասկանա, ոչ թե մեր ծնողներին մեղադրենք, այլ մենք գիտակցենք, որ մեր մանկական փոքրիկ երեխայի ուղեղը ճիշտ չի ընկալել նրանց վարքագիծը եւ դրանից ելնելով մենք փակվել ենք ու չենք կարողանում այսօր աճել եւ երբ որ այդ ամեն ինչ իր տեղն ենք դնում նոր մենք կարողանում ենք առաջ գնալ ազատվել ենք նեգատիվ ծրագրերի ստեղծել ենք մեր A կետը, որից հետո գնալու ենք հասնենք մեր B կետին, այն ինչ որ մենք ձեր հետ միասին գծեցինք, ահա այս գեղեցիկ ձևով դրական էներգիայով սկսելու ենք առաջ գնալ։ Իհարկե, LifeSync ծրագիրը ինքը արդեն մեզ մոտ երրորդ տարին շուտով կլինի, երրորդի մոտ թողարկումն է լինելու, որը որ ես շատ սիրով մեկնարկը բացելու եմ ամսի 25-ին, նոյեմբերի 25-ին ան լինելու, հասցրեք մինչև ամսի 15-ը միանալ ավելի հարմար գներով։ Իհարկե կան հնարավորություն մաս-մաս վճարելու, բոլոր հարցերի համար դուք կարող եք թողնել նամակ, ես ձեր հարցերին կպատասխանեմ, մենք կքննարկենք, իհարկե օգնական ձեր հետ կկապնվի, կպատասխանի ձեր հարցերին, որից հետո միասին կարող ենք սկսել աշխատանքը։ Ես ես հավատացնում եմ, եթե դուք սկսեք բոլոր դասերը կիրառել, ապա 100% անհնարին է չփոխվել, որտեղ այն մարդիկ, ովքեր սկսել են ու եկել մինչև վերջ, արդեն իսկ առաջի երկրորդ ամսում ունեն փոփոխություն, արդեն իսկ իրանց կյանքը փոխվել է։ Ես ինքս եմ անցել այս ճանապարհը, ես ինքս ունեմ փոփոխություն իմ կյանքում, որից ելնելով նոր աշխատում եմ կանանց հետ։ Դրա համար չենք սպասում թանկացումներին, քանի որ նոր 2026 թվականն է գալի։ Դրա համար եկեք միասին սկսենք աշխատել եւ ինքներդ տեսեք ինչքան հաճելի է, երբ որ դուք արդեն 26 թվականը սկսելու եք նոր էներգիայով, նոր տրամադրությունով եւ նոր նպատակներով արդեն 2026-ին կատարելու եք ձեր երազանքները։ Եկեք միասին կատարենք այն։